Այն ինչը որ Աստվածը կառուցում, թե մեր ես, թե հեր ես, թե ով ես, թե ընկերուհին ես, թե ընկերն ես, քանդելու գործարքի միանցի։ Մի փչացրու Աստծո կատարածը։ Եթե Աստված արել, դու Աստծո գործը մի քանդի։ Աստված դիվանը կանի, Աստված կպատժի քեզ։ Աստված կբարկանա քո վրա։ Մի քանդի։ Ու հետո գաղտնիքը ստեղ դրանում է, որ ժամանակին մերերը արդեն իրանց աղջկան ոտը կապած է լինում իրենց հետ։ Կապած լինում եւ կախվածության մեջ են պահում իրենցից, իրենց աղջկան։ Ու իրենք իրենց աղջկա հետ են կապված լինում այնքան, որ ըստ իրանք մարդկանց հետ են կապված չեն եղել։ Հասկանում եք, որպես մեկ մարմին երեխու հանդեպ այնքան են կապել, Աստծո դերն են տարել, Աստծուն է փոխարինել իրենց իսկ դերով։ Բաներ կա, որ Աստված է միջամտում, բաներ կա, որ Աստված պիտի միջամտի։ Շատեր ասում են Տեր Աստված թողանի, թող որը բարին է այն անի, թող Աստված միջամտի, Աստված զորշնի, Աստված գիտի աղջկանին չապետ, ինչպեսի տղամարդապետ, Աստված եմ խնդրում ու խնդրում են Աստծո, որ Աստված անի, Աստված բաց չէ, այստեղ մայրիկ կա, որ իրանք են որոշում, թե ինչ տղարնի, ինչ ծերի տղարնի, այստեղ ինչ ծերի պատելնի, երկար պոյո, կարճ, հասակ, չաղ, նիհար, հարուստ, աղքատ, մերեն են որոշում, Աստծո դերն են տանում։ Չի կարելի։ Ու հետո երբ որ աղջկա ամուսնանա, ղեկավարում են, քանդում են, բերում են իրաց կողմ, պես իրաց սրտով չի, զոքաչին չի ժպտացել։ Մի հատ որ արկել աղջկան մորտ ունեցան, որ այդ խոսա չգիտեմ հնարավորություն չի տվել մորտ տենալու, всё, հա, դե մի տես ինչ եմ անելու։ Մի հատ աղջկանը ջղանացել աղջկա վրա բան ասել, դե տես ինչ եմ անելու։ Չիմանա, հա, աղջիկ եմ տվել, որ ինչ ուզենա անի։ Ոսկանում եք։ Ներեկա գնա գալիս է։ Չի կարելի